Սեպտեմբերի 23-ին հերթական ուղիղ կապի հյուրն էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը։ Ուղիղ կապի ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք հիմնականում վերաբերում էին Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության հարցերին, տրվել են սպառիչ պատասխաններ։ Անձնական բնույթ պարունակող մի շարք հարցերի առնչությամբ էլ քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն և պարզաբանում։ Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են ուղիղ կապի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի ժամը 14:30-ից մինչև 16:30 59 60 54 հեռախոսահամարով։ Ուղիղ կապի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես։ Սեպտեմբերի 20-ին կեսգիշերին մոտ ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ ստացվեց։ Անհայտ անձը ուսանողական փողոցի տներից մեկն էր մտել, դանակով սպառնացել տանտիրուհուն, հափշտակել 70,000 դրամ, ոսկյա զարդեր ու դիմել փախուստի։ Օպերատիվ խումբն անապահ ուսանողական փողոց մեկնեց։ Տուժողը թոշակառու էր, միայնակ էր ապրում, հանգամանք, որին հանցագործը հավանաբար տեղյակ էր եղել ու օգտվել։ Դիմակավորված դանակը ձեռքին ներս էր մտել, պահանջել գումար և ոսկեղեն, ապա հարվածել էր կնոջ դեմքին, ձեռքից հանել մատանին, հյուրասենյակի զգեստապահարանից էլ թռցրել էր զարդերն ու գումարը։ Հետքերը թարմ էին, և ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց։ Սեպտեմբերի 21-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին բերման ենթարկվեցին Իջևանից Գեորգի Դավթյանը և Խաչարձան գյուղի բնակիչ Գոռ Պողոսյանը։ Երկուսն էլ բաժնում խոստովանական ցուցմունք տվեցին։ Գեորգին, որ նախկինում 5 անգամ դատապարտվել էր, պատմեց, թե ինչպես է դիմակավորված տուն մտել, իսկ Գոռը խոստովանեց, որ ինքն էր նրան տան տեղն ասել, իսկ այդ օրը դրսում սպասում էր, որպեսզի վտանգի դեպքում իմաց տար։ Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը, յուրացման 1 և խարդախության 4 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 11 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 5-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ուշադրություն, քրեական օրենսգրքի 34-104 և 235-րդ հոդվածների առաջին մասերի հատկանիշներով հետախուզվում է Էջմիածնի բնակիչ Արման Կիրակոսյանը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Արման Կիրակոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 59 06 43 կամ 102 հեռախոսահամարներով։ Սեպտեմբերի 17-ից 19-ը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախաձեռնությամբ Մուրացիկ ու Թափառաշրջիկ անչափահասների, ինչպես և նրանց հակաիրավական գործունեության մեջ ներգրավվող անձանց հայտնաբերելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների հետ համատեղ կենտրոնի վարչական տարածքում կազմակերպվեցին կանխարգելիչ ստուգայց շրջագայություններ։ Միջոցառմանը հրավիրվել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության վարչության ներկայացուցիչը։ Երեկօրյա շրջագայության ընթացքում հայտնաբերված Մուրացիկ անչափահասների հետ ոստիկանության ծառայողներից զատ համապատասխան աշխատանք տարավ նաև սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը։ Միջոցառման խնդիրն էր ուսումնասիրել հայտնաբերված անչափահասների նմանօրինակ վարքի պատճառները, նրանց ընտանիքների սոցիալական վիճակը, հետագայում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Սեպտեմբերի 23-ին արտերկրի մեր հայրենակիցների հարցերին Skype-ի միջոցով պատասխանում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Վիչաղչյանը։ Ոստիկանության ներկայացուցչին ուղղված հարցերը բազմաբնույթ էին։ Օրինակ, Գերմանիայում բնակվող մեր հայրենակցին հետաքրքրում էր իր անչափահաս երեխաների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգը։ Նրան տրամադրվեց համապատասխան տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման
իրականացման ընթացակարգին էր վերաբերում նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր մեկ այլ հայրենակցի հարցը։ Նրան նույնպես պարզաբանվեց գործող կարգը։ Բելգիայում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հետաքրքրող հարցը այլ բնույթի էր։ Նրա երեխան ծնվել էր Եվրոպայում, սակայն ծննդյան վկայական չուներ։ Քանի որ ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ծննդյան վկայական չունենալու պատճառով երեխան այժմ չի կարող անձնագիր ստանալ։ Թեև ծննդյան վկայական տրամադրելը Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասությունից դուրս է, քաղաքացու հարցին տրվեց սպառիչ պատասխան։ Արտերկրի մեր հայրենակիցների հետ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը, հասցեն Armenian Police։ Հարցերը կարելի է ուղղել նաև press@shnik.police.am կամ քարտուղարություն shnik.police.am էլեկտրոնային հասցեներով։